Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր մենք խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է իմանալ Աստծո կամքը մարդու կյանքում։ Խոսենք Հովիվ Արտուր Նազարյանի հետ։ Բարև ձեզ Հովիվ։ Հռոմեացիս 12-րդ գլխի 2-րդ տողում ասում են հետևյալ բառերը. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը»։ Այո։ Շատ խորիմաստ խոսքեր են, այսօր փորձենք քննենք մարդու կյանքում Աստծո կամքը, Աստծո նպատակները, թե ուր են տանում։ Նախ կուզենայի հարցնել Աստծո կամքը, Աստված երևույթը վերաբերվում է մարդու կյանքի միայն հոգևոր կողմին, թե նաև վերաբերվում է առօրյա կենցաղային կամ ֆիզիկական հարցերին։ Ամբողջությամբ վերաբերվում, որովհետև Աստվածը մեզ ստեղծել, ընդհանրապես մարդ արարածին Աստված է ստեղծել, ինքն է հեղինակը, արարիչը ինքն է, ու ինքը ունի որոշակի պլան, պրոյեկտ մարդու հետ, ու լավագույնն է դա։ Դրա համար այդ Աստծո կամքը կամ Աստծո ցանկությունը, պլանը մեր կյանքում ամբողջ կյանքին է վերաբերվում։ Այո։ Դա չի վերաբերվում մենակ մի հատ բնակավարին կամ երկու բնակավարին, որտեղ ամբողջ կյանքի ընթացքն է փոխվում։ Աստված փոխում է մեր աշխարհայացքը, Աստված փոխում է մեր ապրելակերպը, ցանկությունները, արմատապես է փոխում ամեն ինչ։ Չի կարա մենակ մի բնակավար փոխվի կամ հոգևորը մենակ փոխվի, բայց ֆիզիկականը մնա նույնը։ Չի կարա այդ բան լինի։ Այո։ Երբեմն մարդիկ երանգ են տալիս հոգևոր, Աստծո կամքը ասացին, բայց տեսնում ենք, որ նույնիսկ մարդը ֆիզիկական, բժշկում հիվանդություններից կամ ինչ որ արատներից, նույնիսկ կատարում են տեսանելի եւ շոշափելի փոփոխություններ, ֆիզիկական փոփոխություններ որոշ մարդկանց կյանքում։ Աստծո կամքը քրիստոնյայի կյանքում կատարվում է ինքնաբերաբար, թե այն կախված է նաեւ մարդու կամքից։ Իհարկե մարդու կամքի հետ կապ ունի էդի, հաստատ։ Մարդը պետքա ընտրի, մարդը պետքա ուզենա, ցանկանա, տեղ տա, թույլ տա, հաստատ, որովհետև հակառակ դեպքում ամբողջ աշխարհի բնակչության հետ Աստված ունի կամք։ Բայց տեսնում ենք, որ ոչ բոլորն են այդ կամքի մեջ։ Իհարկե սա տգիտության հարց է, սա խոտորվելու, սխալվելու հարց է, բայց Աստված լավագույն ծրագիր ունի մարդու հետ, ցանկացած մարդու հետ, ու լավագույն ապագա ունի Աստված։ Աստված առաջարկելու բան ունի մարդու հետ։ Ու փառք Աստծո, որ մենք մտել ենք այդ առաջարկի մեջ, մենք ընդունել ենք։ Ու դրա համար մարդը պետքա ինքը ընտրի, ուզենա, առանց իր ցանկության Աստված չի ստիպելու։ Աստված երբեք որևէ մեկին որևէ բան չի ստիպում։ Այսինքն այնպես չէ, որ ասում դե եթե Աստված ուզում է, կանի։ Հա, շատ տարածված է դա։ Աստված եթե ուզենա ինքը կանի, յանի մեզ ինչ պետք է անեմ։ Սա չի համապատասխանում, չէ։ Աստված ուզում է, բայց Աստված չի անելու։ Միջև որ մենք ուզենանք, որ կատարվի, խնդրենք, չէ՞, մենք ոնց ենք աղերսում, մենք ոնց ենք ծոմերի մեջ, ծնկի իջած, մենք խնդրում ենք Աստծուն Տեր առաջնորդի։ Այո, այո։ Երբեմն որոշ կյանքի կամ կենցաղային հարցերում մարդու ցանկությունը այնքան ուժգին է լինում, որ ցանկացած իր ուզածին համապատասխանող երևույթ համադրվում է Աստծո հայտնության հետ, այ ոնց կասեք, ինչ կասեք սրա մասին։ Մարդը պետք է իրոք նեյտրալ ու անկեղծ լինի։ Ինքը իրեն խափի է ձև։ Աստվածը ասում է մի խափեք, մի խափվեք կամ մի խափի ինքդ քեզ։ Աստված չի խափվում, չի ծաղրվում։ Աստված ասում չես կարա այդ բաների մեջ, բայց մարդը ինքը իրան կարա խափի։
պետք չի որ մարդին, ասենք, եթե շատ է ցանկանում մի բան ու որոշակի այնց ատրիբուտներ է տենում իր կյանքում կամ որոշակի, Աստված օրհնեց, չէ, ինձ թվում է պետք է մարդը շատ sense նեյտրալ ու անկեղծ լինի, դեր իմ կամքը ես դնում եմ զոհասեղանին, դու ասես ինչ անեմ, այդ դեպքում նոր Աստված գործում է ու մարդը հասկանում է ինչա Տերը ուզում, ինչպես լսի մարդը, այդ դեպքում ինչպես լսի Աստծո ձայնը, ես միանշանակ համոզված եմ, երբ որ Տերը խոսում է ցանկացած մարդ, խուլ ու համր մարդ է լսում, կույր մարդը տեսնում է, կաղ մարդը ցատկոտում է, միանշանակ է դի։ Այնպես չի, որ ասենք Աստված խոսած մարդը չի կարում լսի, չի կարում ընդունի, չի կարում։ Ես այնքան վկայություններ կա, աշխարհիկ մարդ, որ որևէ կապ չունի եկեղեցի չի գալի, որ պատմում է, ինքն է ասում, Աստված sense բան ասեց ինձի։ Պարզ, որովհետև չի կարա մարդը Աստծո հետ հանդիպի, կապ ունենա ու կասկածի թե Աստված էր թե չէ։ Օրինակ մարդը ասում է, ո՞նց ես երազները, որ տենում եմ, հասկանամ դա Աստծուց է թե չէ։ Աստծուց եկած երազը դու միանշանակ ես հասկանալու որ Աստծուց էր։ Միանշանակ։ Ու հասկանում ես որ սա Աստծուց էր։ Հա, ու նաև հասկանում ես ինչ էր ուզում ասել։ Տրվում է այդ ամեն ինչը, եթե չի տրվում կարող ես աղոթես Աստված քեզ կտա։ Այսինքն չեմ պատկերացնում որ մի մեկը ուղղակի ընդհանրապես չհասկանա Աստված ինչ է ասում։ Չեմ կարծում։ Չկա դες բան։ Աստված շատ հաճախ լռում է։ Հա, սա կա։ Մարդը մտածում է, հա, Աստված խոսում է, ես չեմ հասկանում։ Ոչ, Աստված լռելով է ամենքո հետ խոսում, դու պետք է հասկանաս։ Ու եթե մի քիչ հունի մեջ մտնի մարդը, մի քիչ տրամաբանի, մի քիչ մտորի, կհասկանա Աստված ինչ ասում է։ Այո։ Իհարկե մի կողմից էլ եկեք էդ էլ ֆիքսենք, որ Աստծո ամբողջ կյանք կամքը չի բացում մեզ։ Հա։ Այնպես չի, որ մենք եթե Աստված խոսած, ուրեմն մենք պետք է ամեն ինչի մասին իմանանք, ոչ։ Չենք էլ կարող տանենք այդ։ Բայարդի։ Եթե Աստված նույն ասես, տապան սարքե, այս չափսերով, այս sense կարիք չկա, որ Աստված ամեն կիրակի օր էդի կրկնի։ Ասենք որ մարգարական ծառայություն անում կամ ամա, այդ համը լսեմ ինչ ասում, ինչ ան։ Նույն բաներն ասում։ Ծառայի, նվիրվի, այդ ուրիշ ինչ պետք է ասի։ Հա, ուրիշ եթե մանավանդ եթե մարդը ասո կամքի մեջ է, ծառայությունները իր կայացել է որպես ծառայող, շարունակի։ Ասում ով այն իմաստուն ծառան կամ այն լավ ծառան, որ Տերը երբ որ գա իրան տենց այն ինչ որ ասել է, դրա մեջ գտնի, դրա մեջ լուծատեսնի։ Ուրիշ բան պետք չի։ Ինչպես է որոշվում քիչ առաջ ասված խոսքում այդ բարին, հաճելին ու կատարյալը։ Այ ինչ չափանիշով է որոշվում, որն է այդ բարին, հաճելին։ Այն ինչ որ մենք ենք մտածում։ Ոչ, այն ինչ որ Աստված է կամենում, դա է բարին, դա է հաճելին, դա է։ Այ ոնց մարդը ոնց հասկանա դա որն է իր համար։ Նախարարին ինքը պետք է հասկանա Աստծո կամքը որն է իր համար։ Դրա համար այդ տողերից առաջ ասում է աղերսում եմ տուրքես կամ կենթանի զոհարակես որպիսի դու իմանաս։ Եթե չանես ոնց կիմանաս դու, չես իմանա։ Որպիսի իմանաս ու գաս այդ կատարյալին, այդ բարին գաս։ Եթե կատարես Աստծո կամքը, դա լինելու է։ Դա միակ լավագույն ձևն է լինելու։ Աստված եթե մի բան առաջարկում է, կամ մի բան ունի իր պլաններում, իր ծրագրերում, դա միակն է, լավագույնն է։ Իհարկե Աստված եթե դա մենք չենք կատարում, պլան B, պլան D, պլան C գնում է։ Բայց դրանք արդեն վատերն են, արդեն դրանք ավելի երկար, ավելի լավագույն հետեր։ Այսինքն մարդը ունի նախ անելու բան, քայլ, որից հետո նոր ինքը կարա իմանա։ Ինքը իրան պետք է ինձայի դիրոջը։ Նես չի որ ասենք մարդը այ մի հատ իմացա հա էսի սենց հա էսը ընտրեմ այդքան էլ լավ է թե դե միշտ Աստված եթե մարդը արդեն կապ ունի եկեղեցու հետ կամ ասենք
ինչ որտեղ լսել է ավետարան բան, արդեն իրան որոշակի բաներ բացվել է։ Ու ես շատ եմ հանդիպել, շատ, ուղղակի շատ։ Մեզ թվում է թե Աստված անհավատների կյանքում չկա, բայց դա տենց չի։ Մարդիկ այնպես բաներ են պատմել։ Այնպես վկայություններ կա, ուղղակի sense ինչ որ տեղեր ոնց որ նախանձես Աստված ես կոմեջ եմ, ես դες բաներ չեմ տենում։ Անհավատ մարդը այնպես բան, ասում է ես բանտում էի, ասենք մի հատ հանցագործ, մի հատ զրուցում էի դա, բանտում էի, այդ օրերի մեջ մի հատ բաներ եղել, sense ուղղակի եկա աղոթեցի, հենց այդ պահին Աստված պատասխանեց ինձ։ Մարդը ինքն է ասում։ Շաքաղվում ես, ասում ես ոնց, այսինքն եղել է էլի մարդիկ, որ ես մտածել եմ իրանք ամենաանաստված մարդիկն են, որ ընդհանրապես չեն իմանում Աստծուց։ Հետները որ խոսում ես, ասում հա իմ կյանքում էս պահ ա եղել, Աստված հենց հրաշքարեցի, այսինքն Աստված գործում է բոլորի կյանքում։ Այո։ Ու ամեն մեկն էլ հասկանում է, որ դա Աստծուց էր։ Ես մի օր իմ մամայի հետ էի խոսում, որ մամաս ես երբեք իրանից չեմ լսել Աստծո մասին խոսա։ Ես համարում եմ մեր ընտանիքը եղել է շատ աթեիստական, որևէ բան չեմ լսել ես։ Ես որ այս վերջի իր տարիներն էր կենթանության հետը ես ասում եի լավ դու ընդհանրապես չէ ասում անենց հրաշքներ Աստված արել։ Ասում բա ինչ գիտես էդի Աստված արել։ Ինչ ես ասում հրաշք։ Ասում անենց բան ա եղել ու պատմում ա դա չեմ ուզում։ Իրոք լսում ես ասում ես էդի մենակ Աստված կարանի։ Չի կարա այդքան զուգադիպություններ լինի, այդքան պատահական բաներ լինի։ Չի կարա ուղղակի։ Այո։ Կան շատ վկայություններ։ Աստված երբ որ խոսում է մարդը հասկանում է միանշանակ էդի, միանշանակ։ Հոյ Արթուր կա այսպիսի կարծիք, որ Աստված պաշտպանում է իր զավակներին։ Մենք գիտենք։ Իհարկե։ Սակայն այսօրվա իրականության մեջ քրիստոնյան հանդիպում է շատ խնդիրների, իրենց իրականքում, մարտահրավերների, դժվարությունների, ել չեմ ասում վտանգների եւ մնացած բացասական հիվանդությունների եւ այլն։ Սենց ասենք, եթե որոշ երկրներում քրիստոնեությունը, ասենք, կանգնած է լուրջ խնդիրների առաջ, որտեղ արգելված է, չի կարելի, դատում են, սպանում եւ այլն, այս մեր երկրներում ավելի շատ մարդը կանգնած է գայթակղությունների առաջ։ Հա։ Հիմա ոնց հասկանա մարդը, միթե Աստծո կամքն է, որ իր զավակները պետք է այս դժվարությունների ու խնդիրների մեջով անցնեն։ Միանշանակ այո։ Աստծո նպատակը մենք պետք է ճիշտ մի հատ հասկանանք։ Եկեք մենք մի քիչ մի պահ տեղափոխվենք կոսմոս կամ երկինք։ Մի պահ ուղղակի մենք չենք հասկանում դա ինչ է, չեմ ասում պատկերացնենք, բայց մի պահ Աստված ապրում է ժամանակից դուրս, չկա ժամանակ։ Հա։ Հավիտենությունից հավիտենություն միշտ։ Ու մեզ Աստված ստեղծել է, որ տանի այդ իր հավիտենականության մեջ։ Այս մեր կյանքը ոնց որ ավետարանի Աստվածաշնչի մեջ է գրած, մի հատ գոլորշի է։ Բրծավ։ Դրա համար ասո ամեն ինչը ուղղված է նրան, որ մենք պատրաստվենք հավիտենականության։ Եթե այս պահը մենք չհասկանանք, շատ մարտահրավերներ, շատ խնդիրներ մեր կյանքում չենք հասկանա, մենք Աստված խիա թույլ տալի։ Իմաստը որն է։ Ինչ որ տառապենք, չարչարենք, ոչ, այլ դրա մեջ մենք բաներ քաղենք, բաներ սովորենք, աճենք հոգեպես։ Աստծո նպատակը դա է։ Երբեք Աստված որևէ մի հավատացյալ իր ազավակի չի ուզում կոտրի, ջարդի, ոչ, իհարկե ոչ։ Բայց միանշանակ Աստված թույլ է տալի շատ բաներ կամ մի որոշակի ընթացքներ, սեզոններ, որ մենք դրա մեջով պետք է անցնենք։ Մինչ այլոց կրկնելու համար։ Գրքում ասվում է, որ Հիսուսը թեև եւ զավակ էր, բայց չարչարանքով սովորեց հնազանդությունը։ Բայ իհարկե։ Այստեղ դա միանշանակ չի, որ շատ մարդիկ որտեղ հարցնում են, ասում, բայց ինչի իմ կյանքում էսի, ասենք, Տերը չի տենում, որ ասենք, միթե իր դա հենց Տերն է անում։ Դա հենց Տերն է անում։ Երբ որ մենք խոսում ենք խոսալու, ասո կամքի իմանալու, մարդիկ այդ բաներով դի հասկանա արդեն։ Հələ պետք է շնորհակալ լինի, ասում ուրախ եղեք, երբ որ կերպ փորձությունների մեջ եք ընկնում։
ուրախ պետք է լինենք։ Այսինքն Աստված զբաղված է մեզ ուզում աճացնել, հասկանում ես, որ տրանից հետո է, որ նոր մակարդակ է ելնում։ Այդ քննությունը պետք է տաս, դա պիտի նորմալ է սա, այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքը Աստծո ամբողջովին կոնտրոլի մեջ է։ Նույնիսկ եթե լինում են դեպքեր, հավատացյալ ընտանիքում ծնվում են ոչ լիարժեք երեխաներ, ոչ մեկը կարող է թև չունենա, մեկը կարող է հիվանդ ծնվի, մեկը կարող է ամեն ինչ իր նպատակն ունի։ Հենց այնպես չի։ Ես չեմ պատկերացնում Աստծո մոտ լինի ուպս, բայց թողում։ Վայ, էս ինչ եղավ։ Իհարկե ոչ։ Ու պարտադիր չի մենք ամբողջ կյանքներս նվիրվենք, որպեսզի բուժվի դա։ Ոչ։ Աստված այդ ձև է ուզել։ Եթե բժշկվում է, եթե չի բժշկվում, կամ լինում են չէ՞ մարդիկ, որ չեն կարող ամուսնանալ։ Արդեն տարիքը եղել է։ Ապրի։ Դու եղի երջանիկ Աստծո հետ։ Տոս առաքել։ Հեշտ է, հա։ Իհարկե մեզ ինձ լսող կասի դե դու ամուսնացել ես, հեշտ խոսում ես տակ տեղից։ Բայց ուրիշ ձև չկա։ Մենք Եբրայեցիս գիրքը 11-րդ գլխի 2-րդ վերջի հատվածում ինչ են կարդում։ Որոշները տենց էլ խոստումները չստացան, որոշները սենց, որոշները նենց, որոշները նենց։ Ինչի՞ է դες տարբեր։ Այո։ Որովհետև Աստված այդ ձև է կամենում։ Որոշները տենց էլ որևէ լավ բան չտեսան, բայց գրած է իրանց համար պատրաստված է լավագույնը երկնքում։ Աստված անաչառ չի ու Աստված գիտի այդ չափը ամեն ինչի։ Նա գիտի մեր կարողության չափի, ինքը գիտի ինչքան է դա։ Ու նաև ինքը գիտի ճիշտ վարձահատույց է լինում ինքը։ Այո։ Եթե ստեղ օրինակ են հարուստին ինչ ասում, ասում դու շատ ես վայելել։ Ղազարոսը խնդիրների մեջ է, հիվանդության, աղքատության մեջ, ինքն պիտի վայելի։ Այսինքն, հիմա չեմ ասում, որ մի քիչ ունևորա, վերջ, քաշվեց։ Բայց ունևորնել պետք է ինքը հարուստ լինի Աստծով, այլ ոչ թե փողի վրա հույսը դնի կամ բան։ Այսինքն, այսին էս բանը մենք պետք է հավատանք, որ Աստված, ես տենց եմ ապրում, իմ ամբողջ կյանքը Աստծո կոնտրոլի մեջ է։ Եթե մի բան լինում է, պետք է սովորես այդ ձև ասել, իհարկե աղոթում ենք, իհարկե լինում է պահեր, որ փոփոխվում է, ամեն ինչը չի, որ Աստված է տենց ուզեցել, բայց այն հիմնական բաները այդ ձև է։ Ես հիշեցի մի հատ շատ ասենց տպավորիչ մի հատ դրվագ, որ 9 տարեկան երեխան մահացել է ու հայրը իր հովի մոտ տենց ցավն է պատմում, դարդը ասենց մի տեսակ էլ նեղացած, հա, ասենց բան նեղված Աստծուց ու այդ հովը շատ լավ մի հատ խորհուրդ է տալի, ասում է, «Ես դու փորձել ես շնորհակալություն հայտնես Աստծուց այն 9 տարիների համար, որ քո երեխու հետ ապրել ես ու վայելել ես իրան»։ Հիմա ինքը Տիրոջ մոտ է։ Իրոք ես ոնց որ տարբեր անկյուններից նայել է հարցին։ Երևակայում մենք մի քիչ շատ ենք թերանում երկնքի անկյունից նայենք կյանքին ու արդեն սկսում ենք ընկնել լրիվ ուրիշ տեսադաշտ է, լրիվ ուրիշ հորիզոնտը լրիվ ուրիշ է։ Եթե մենք մի պա երկնքով մի հատ նայենք, հավիտենականությունով նայենք մեր կյանքը, կհասկանանք, որ այս գոլորշու համար արժե այսքան տառապել։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Իհարկե խնդիրները որ գալիս է, ասենք վաղաժամ մեկը Աստված մեկին տանում է։ Այդ վակումը դժվար է։ Թե երեխայի համար, թե ասենք այն մեկի համար, կնոջ մարդու համար, իրոք դժվար է, բայց ինքն է տերը։ Ինքն է տերը։ Ինքը ինչի խոսքա տվել, որ դա չի լինելու։ Ասում է, ես չեմ վարձատրողը։ Քեզ մի դահեկան եմ ասել։ Ախպեր, մի դահեկանը քեզ եմ տալիս։ Դու ինչ ես վատ զգում, որ ես բարի եմ, ուզում եմ այն կես ժամ կամ մի ժամ աշխատողին էլ մի դահեկան տամ։ Քեզ ինչ։ Ես չեմ տվողը։ Քեզ ես խաբել եմ, քեզ ես ուրիշ բան եմ տվել։ Ասենք քո հետ խոսացել եմ մի դահեկան, քեզ կեսն եմ տալիս։ Ոչ իհարկե։
Երբ եմ խոսք տվել, որ պետք է բոլոր մարդիկ 100 տարի գոնե մինիմում ապրեն։ Ես եմ տերը, ես ուզում եմ այս մարդուն 30 տարեկանից վերցնեմ։ Իրա միածին որդին ինչքան ապրեց։ Բա լավ հեր չէր, ասենք ինքն էլ ասեր միածին տղեն է, մինիմում 300 տարի, 120 տարի պիտի ապրի, կամ 300 տարի, որ մարդկության մեջ բոլորը իմանան, որ իմ տղեն պետք է այսպես մի հատ օրինակ լինի։ Ասենք մեծ հարուստների իրանց եթե մինուճար մի հատ տղա ունեն, ո՞նց են մտածում, ուզում են որ վաղաժամ մեռնի։ Բայց այս հարցին եթե նայենք, ասենք մարդիկ sense մտածում են, որ վատ եղավ այդ մարդու համար, բայց վատը, ասենք, հա դժվարությունները ելնում են մնացողների համար։ Հա։ Այն մարդիկ, ովքեր որ կողքն են, ընտանիքն է եւ այլն եւ այլն։ Այդ մարդու համար Փարթիրոջը եթե նա փրկված է, գնում է վայելելու երկինքը Տիրոջ հետ։ Ստեղ կապ ունի նաև, գիտեք ինչը, ստեղ կապ ունի նաև օրինակ ծնողներ կան նույնիսկ հավատացյալ։ Իրենց կյանքի իմաստը իրենց երեխաներն են։ Էս էլ է, օրինակ Աբրահամին Աստված ինչ ասեց։ Քո այդ մինուճարին, որին դու սիրում ես։ Մի հատ զոհի։ Այսինքն մարդը ինքն իրան էլ պետք է ստուգի։ Երեխաներին Աստված տալիս է մեզ ժամանակավոր։ Երբեք Աստված չի ասում, որ դա քո սեփականությունն է, դա քոնն է, երբեք։ Ու երբ որ ինքը գտնում է, այդ ձև անում։ Ինչ ուզի դա էլ անում է։ Աստված որոշում է, որ իմ ու քո երեխեն լինեն միսիոներ, չգիտեմ, Վիետնամում կամ չգիտեմ որտեղ։ Ինքը չի տերը։ Կյանքին, որտեղ կյանքին մեծ վտանգ է։ Հա։ Մենք որպես ծնող իհարկե կարող է չուզենանք էդի։ Բայց Աստված այդ մարդուն ստեղծել է դրա համար, ավետարանչան համար։ Վերջը կան եղել են ավետարանիչներ, որ գնացել են ես իմ Աֆրիկայի գլոբուսից դուրս տեղերում մահացել են։ Հա։ Որ սկի չգիտեն էլ որտեղ է։ Նրանք էլ ծնողներում են։ Բա։ Հա։ Բայց Աստված դա է կամեցել իրանց համար։ Վերջ։ Այսինքն Աստծո կամքը շատ հաճախ մեր համար անհասկանալի է լինում։ Ես ուզում եմ այդ հարցը տալ, իմ հաջորդ հարցն է, որ այ ոնց է ելնում, որ Աստծո կամքը մեր համար ելնում է այդքան անհասկանալի։ Բա ոնց կարա հասկանալի լինի։ Ոնց կարա տիեզերքի արարիչը, որ ժամանակի մեջ չի ինքը, ու ինքը սուվերեն Աստված է։ Չկա մի ուժ, չկա մեկը, որ ինքը ազդվի, այդ ազդեցության տակ որոշում ընդունի։ Չկա ինքն է որոշողը։ Ինքը ոնց որոշում է, դա լավագույնն է ուղղակի։ Բարին է, կատարյալն է, լավագույնն է։ Դա նա Աստված է։ Մենք ոնց կարող ենք դա հասկանալ ամեն ինչ։ Ու հետաքրքիր է, որ մենք ամենայն դեպս ուզում ենք հասկանալ։ Չէ։ Այստեղ մարդը չի ուզում, ասենց ասած, իր զենքերը ցած դնի, որ ախր ես չեմ կարող հասկանամ ինչ ասում։ Արդյոք հանձնվի։ Հա։ Ուրիշ ձև չկա։ Ու Աստված ոնց ասում է, ձև պետք է անի։ Առանց վիճելու, առանց կռվելու, առանց ողբալու, վերջ։ Աբրահամը վերսեց իր որդուն, վերսեց ցախը, դրեց որդու մեջքին, գնացին, որ որդուն զոհի։ Ուրիշ ինչ ձև կա։ Շատերը այդ պատմության մեջ մխիթարվում են, որ Աստված չթողեց այն, բայց Հիսուսի դեպքում թողեց։ թույլ տվեց։ Աստված Թույլ տվեց։ Բա Հիսուս ինչ էր ասում, ինչի ես ինձ մենակ թողել։ Հա։ Բայց թողեց, վերջ, որովհետև տենց էր պետք։ Առավել, ասենք Հիսուսի երբ որ իր ծառայությունը, հա, սկսեց, երկրային ծառայությունը սկսելուց տարվեց սատանայից փորձել 40 օր սատանայից փորձվելու։ Երբ որ մեր կյանքում է լինում, ասենք մի հատ պատկերացնենք, էլի որ խոճապի ենք մատնվում, շատ արագությամբ ցնկ են գալի, Աստված ջան, այս ինչա կատարվում, փրկի եւ այլն, բայց Հիսուսը ուղղակի գնաց այդ ճանապարհով, արեց, այսինքն ունեցավ իր կյանքում այն ինչ որ մարդիկս մենք անցնում ենք։ Մենք նայում ենք մենակ հոր Աստծո տեսանկյունից, բայց եկեք Հիսուսի կյանքը նայենք մի հատ էլ Մարիամի տեսանկյունից։ Ամեն դեպքում իր մայրն էր, չէ։
Ինչով անցավ Մարիամը։ Ինչ կյանք տեսավ։ Հա, բոլոր կանանցից առանձնացվեց, բայց ամեն դեպքում Մարիամը այնպես չէր, որ այդպես գոհեր է այդ ճակատագրով։ Ու մարգարեությունը ստացա որ սուրը անցնելու քո սրտով։ Այսինքն հեշտ չի, իրոք հեշտ չի։ Բայց քանի որ մենք գիտենք Աստծո խոսքն ասում որ դա լավագույնն է, պետք է վստահենք Տիրոջ։ Միակ ճանապարհն է։ Միակ։ Այսինքն մենք պետք չի ասենք ըստ ինձ դա ճիշտ չի։ Ըստ քեզ, ըստ ինձ, այսինքն թե Աստված ասում է թե հենց ուրեմն դա ճիշտ է։ Մարդն ասում է Նայա ճշմարտությունը, այսինքն չկա ուրիշ տարբերակ։ Եթե մենք դες արտահայտություն ենք անում, նշանակում է մենք ասում ենք դե ես էլ եմ էլի մի բան էլ ես գիտեմ։ Ով Արտուր, խնդիրը շատ գալիս է որ մարդը նայում է, ասենք իր վիճակին ու իր նման իր կողքի ծառայեկից նրա մոտ ենթադրենք ասենք երեխա չի ունենում մարդը։ Ու ասում բայց էսը կողքինս ունի, արդեն երրորդն է ունենում։ Մի հատ ինձ ինչ կներ մի հատ։ Ամենաչարիքը, մեծ չարիքը նա է, որ մենք մեզ որոշ մարդկանց հետ համատում ենք։ Դա վատագույնն է, որ մենք անում ենք։ Երբեք պետք է որևէ մեկի հետ չհամեմատվենք։ Որտեվ անհամեմատելի է, որտեվ Աստված ունի կամք տարբեր ձևով Սուրբ Հոգին մեր մեջ ներգործում է, տաղանդներն է տարբեր, կանչն է տարբեր, լրիվ տարբեր է։ Այո։ Չկա մի մարդ, որ մեկի բանը լինի, կոպիան լինի։ Չկա այդ ձև բան։ Դրա համար դա վատագույնն է, որ մենք անում ենք։ Կյանքի ընթացնել չի կարող կոպիան լինի։ Չէ։ Այս հարցը շատ է նեղվում, շատ է։ Այն մարդը ունի իր երեխա, դու չունես երեխա, բայց այն մարդը ունի բնակավար, որ տարապում է, դու այդտեղ սկի չես էլ իմամ այդ ինչ է։ Հա։ Գրած է Պողոս Պետրոսի թղթի մեջ, առաջի Պետրոս 5-րդ գլխում գրած է, չէ՞, որ իմացի, որ բոլորս ենք անցնում տարբեր խնդիրներով։ Բոլորը։ Չի ասում, որ բոլորս նույնով ենք անցնում, բայց որ որոշակի խնդիրներ, խնդիրներ, մարտահրավերներ կա բոլորս ենք անցնում։ Այո։ Ոգի տարբեր ձևեր է։ Մարդն ասում է, այդ ինչ է, դա ես ուրիշ ձև կապրեի։ Դրա համար քոնը տես չի։ Քոնը էլ քեզ է քեզ տված։ Հա։ Ունեսի համար էլ ասենք այդ դժվարությունը։ Հետո միշտ կողից թվում է թե մարդկանց կյանքը շատ ասում է հարևանի կանաչը խոտը ավելի կանաչ է երևում կողից։ Ու դա տենց է։ Կողից որտեվ ուրիշ բան արևի շող բան եւ այլն։ Բայց կողից թվում է թե այո օրինակ եկեղեցում ես ընտանիքը ու երբեք չեմ վիճում, երբեք չէ։ Պրոբլեմ չունի։ Բայց դու ինչ գիտես չեմ վիճում, կամ ինչ գիտես որ այդ ձև է։ Միգուցե քոնը ավելի լավ վիճակում է։ Ու ավելի լավ է մտածես ոնց ավելի լավ մտնոլորտ լինի քո ծառայության մեջ, քո ընտանիքում, քո քանցես համատես ու ընկնես այդ համատության։ Մինչ այլոց այդ համատության հետ կապված, ասենք մարդը նույնիսկ այնքան է համեմատում ու էտալոններ վերցնում, sense չափանիշներ, հա, որ ոնց չի կարող այս մարդու կյանքում չի կարող այդպես բան լինի։ Հաստատ այն ձևով է, որ sense մի խոսքով կատարյալ չի կարող լինի։ Ու շատ ժամանակ էլ բան այ Աստծո կամքը միգուցե նրա կյանքում նույնիսկ եթե ամեն ինչն լավ է, քո կյանքում էսա այս ինչ բանի համար կամ ինչ որ մի բանի համար որ նույնիսկ չենք էլ հասկանում ինչ համար, բայց Տերը գիտի ինչ համար։ Այո։ Այդ խնդրեմը։ Այո։ Հովև Արտուր շատ է պատահում, որ հավատացյալները, ասենք ասենք, խուսափում են Աստծո կամքի իմանալուց։ Խոսում ես մարդը ասում է, այ ես վախում եմ ենթադրենք։ Կենցաղային բաների մասն եմ ասում։ Ասենք ես վախում եմ այդ ինչ բանի համար աղոթեմ, մտածել որ կարող է Աստված այդ այնի որ ես չեմ ուզում։ Էդիկ խոսա միայն այն մարդը, որ ընծայված չի ամբողջովին։ Երբ որ մարդը ամբողջովին թևերը բարձ հասնում է վերև, նա արդեն համաձայնում է բոլոր սցենարներին, որ Աստված կասի։ Այդպես մարդուն խորհուրդ կտամ ընծայվի, կյանքը տուր Տիրոջ։ Տառապելու ես։ Ուղղակի տառապանք ալնելու։ Ամենավատ բանը ի՞նչն է, երբ որ մարդը
կոպիտ ասած մի ոտով եկեղեցում է, ծառայությունները մի ոտով էլ աշխարհի մեջ է։ Սա ամենավատագույնն է, որ կարա լինի։ Մարդը տառապելու է ուղղակի։ Այո։ Կամ ամբողջովին մարդը պետք է աշխարհ, ընդդեղի լրիվ օրենքներով, ընդդեղի ձևերով ապրի։ Կամ մարդը ամբողջովին պետք է լինի քրիստոնյա։ Այդ երկու ոտով կաղալը ոնց որ Եղիա մարգարեներ ասում, երկու ոտով կաղում եք, դա պետք է կողմնորոշվի, չէ՞։ Պետք է ասում եմ, պետք է կողմնորոշվեք։ Եթե կուրքերն են կամ այդ աստվածներն են, չաստվածներն են աստված, գնացեք իրեն ծառայեք։ Եթե Յահվեն աստված, եկեք Յահվեին ծառայեք։ Այսինքն մարդը ինքը պետք է նվիրվի անմնացորդ, հանձնվի։ Այդ դեպքում ինքը ոնց կարող ասի վախենում եմ կամ չեմ ուզում աղոթեմ։ Էլիանին ոնց կարող ինքը համ հանձնվի, համ դա դից է գալիս։ Այսինքն այդ մարդը հələ մտածում է կյանքում լավ բաներ կա, որ մի քիչ օգտվի։ Բայց լավ բան չկա։ Գրածը։ Թվում է թե լավ բան է։ Իհարկե լավը, բարին, կատարյալը կարող է նաև ցավեցնող լինի մարդուն տվյալ պահին։ Հա բա։ Ու մարդը Հիսուսը խաչվեց, բայց դա էր կատարյալը, բարին, լավը դա էր։ Այսինքն նես չի որ ասում ենք կատարյալ լավ, մենք պատկերացնում ենք, չգիտեմ, միտեղ հանգստանում ես Մալդիվներում, չգիտեմ որտեղ, դա կարա տարբեր ձևով լինի, բայց դա է լավագույնը։ Երբ որ ես ասում եմ աշխարհում էլ չկա լավ բաներ շատ բան կա։ Ասենք կարաս տաս մի հատ կղզիներում հանգստանաս, բայց հոգնելու ես, եթե մենակ դա լինի քո կյանքում։ Լավ, ասենք մի 80 հատ էլ նկար ունեցար, մարդիկ ասեցին, այ շիշ լավ է, 1-2 հոգնելու ես, ուղղակի դա քեզ չի սննում հոգեպես։ Դու ուղղակի հոգնելու ես։ Ես նայում եմ, որ այսօր շատ մոդայի կա, շատ տարածված է, որ մարդը մի հատ, չգիտեմ, մի հատ սկի ռեստորանել չի մտնում, մի հատ McDonald's-ա մտնում, դա դնում է Facebook-ում, որ տենան ինքը ինչ ա ուտում, էսի։ Ինձ թվում է տարանցել են հոգնելու։ Իմ համար շատ հոգնեցուցիչ է դա։ Դա անիմաստ բան է։ Նպատակ չունի ամենայն դեպս։ Միգուցե ինչ որ մի քանի տարի մարդը թե կորցնելու է այդպես բաների համար, բայց վաղ թե ուշ ինքը հասկանալու է, որ դա աննպատակ անիմաստ բան է։ Իհարկե Աստծուն ճանաչելով էլ կամ Աստծո խոսքի վրա հիմնված մարդը ինչքան շփվի Աստծո խոսքով, Աստծո հետ, շատ ավելի խորը կհասկանա, որ հա իր կամքի մեջ կարող նաև ցավը լինի այսօրվա ֆիզիկական կյանքում։ Իհարկե։ Ու խուսափելը դրանից նշանակում է խուսափել այն ճանապարհից, ինչ որ պատրաստել է Աստված քո համար։ Այ դրա համար կուզենայի մի հատ Սողոսը կներես, Սողոսը հանդիպեց չէ՞ այդ կատարյալին, այդ բարին, որ կուրացավ, լրիվ իր կյանքի ընթացքը փոխվեց, այլ չգիտեր որտե ապրելու, մեծ ապրեր, այսինքն նես չի որ միանշանակ չի դից։ Դրա համար ուզում եմ սահման ցած վերջացնելով մեր հաղորդումը այսօրվա այս հարցը ստամ ասես մի քիչ գլոբալ հարց, որն է Աստծո գլխավոր նպատակը մարդու կյանքում։ Աստծո գլխավոր նպատակը մարդու կյանքում հավիտենականության մեջ ապրելն է։ Աստված ուզում է մարդուն փառավորի, տանի իր հետ, այդ իր հիմնական նպատակն է։ Ու ամեն ինչ ուղղվում է դեպի դա, ամեն ծրագիր բերվում է դեպի դա։ Բայց ասել ենք մի հատ էլ կրկնեմ, որ ցանկացած մարդու հետ ունի Աստված այդ ձևի պլան։ Ու մեզանից է որ մենք արձագանքենք դրան։ Անողը ինքն է, տանողը ինքն է, փրկողը ինքն է, ամեն ինչ անողը ինքն է։ Զորությունը իրանն է, ամեն ինչ։ Մենք մենակ համաձայնվենք, մենակ հանձնվենք։ Շատ դժվար է մեկին առաջնորդես, երբ որ այդ մարդը ինքնագլուխ է։ Շատ դժվար է։ Օրինակ մեկը տեղանքը չի իմանում, դու էլ լավ գիտես տեղանքը։ Գալի քեզ խնդրում ասում առաջնորդի ինձ, էլի ինձ հանի ես իմ որտեղ տար։ Ու երբ որ դու ասում ես արի մի, ասում ես ես կարծում եմ այդպես չի, ոնց որ սենց էր։ Մի պակ թողես, ասես լսի։ Եթե դու գիտես ոնց ես ապրում, այդ ձև էլ ապրի։ Էլ ինչ ես ինձի խնդրում, սիրուն ինչ որ բառեր ես ասում։ Բայց եթե վստահում ես ու գիտես որ իմ մոտ է կյանքը, ես եմ կյանքը ու ես կարող եմ քեզ առաջնորդեմ,
դեպի երկինք, արդեն լսի։ Քեզ ինչ ասում եմ այդ արա։ Այո։ Բայր կլինի իհարկե կթվակես լոգիկայից դուրս է։ Բայր կա կթվակես էդի վերջն արդեն։ Եթե ես տենց անեմ, հենա փորձում եմ։ Փորձում եմ Էլյանին դրավ։ Բայց վստահ է ասում։ Սա լավագույնն է, որ մեր հերոստատիտողին կարանք ասենք ու մեզ մենք կարանք ասենք։ Այո։ Ամենայն դեպս Աստծո գլխավոր նպատակը իմանալով մեզ համար շատ հեշտ կլինի հասկանալ նրա կամքը։ Մեր խոսակցության մեջ ոնց եղավ, որ այդ գլխավորը հասկանալով այս մանրներն էլ մենք ուրիշ ձև ենք նայում։ Ասենք մենք պետք է հասկանանք կամ մենք նայենք այն տեսանկյունից, արդեն հասկանանք, որ էսի ժամանակավոր բաներ է։ Ստեղ պետք է չլինի մեր ուշադրությունը, ընդեղ է։ Սա ժամանակավոր է։ Այո։ Մենք ոնց որ տրանզիտ ուղևորներ ենք։ Տրանզիտ ուղը մենք շատ անգամ ենք ինքնաթիռով թռել մի երկրից մի երկիր, բայց կամ մի տեղից մի տեղ, ակետից բեկետ, բայց տրանզիտ, մի ինչ-որ երկրով, մի ինչ-որ քաղաքով։ Այնտեղ դու հասկանում ես, որ դա ժամանակավոր է։ Նույնիսկ չի որ սկի հյուրանոց չես վերցնում։ Ասենք նույնիսկ 10 ժամ այդ աերոպորտում դու պետքա լինես, ինձ է վիոլա ես դու։ Հասկանում ես, որ այդտեղ այդ չի քո տեղը։ Այդ 10 ժամը մեր էս կյանքն է։ Այո։ Շնորհակալ եմ Հովև Արթուր այսօրվա խոսակցության համար, այս հարցերի պատասխանների համար, սիրելի հեռուստադիտողներ։ Խորամուտ ելնենք ճանաչելու Աստծո նպատակները մեր համար, որը որ մեզ շատ բարձ ձևով տալիս է Աստվածաշունչը, ու փորձենք գտնել Աստծո կանչը մեր կյանքում, որպեսզի հետևենք նրան ու մնանք նրա կամքի մեջ։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, գրեք ձեր հարցերը մեզ, կփորձենք պատասխանել ձեր հարցերին եւ կազմակերպել նոր հաղորդումներ։ Եղեք օրհնված։ Տեր օրհնի։